Հայաստանի Հանրապետության բանակում ծառայությունն այսօր միայն պարտականություն չէ, այն ընտրություն է գիտակցված նպատակային հեռանկարային։ Արդեն ծառայության առաջին ամիսներին բազմաթիվ զինվորներ որոշում են կայացնում շարունակել իրենց ճանապարհը պաշտպան հայրենյաց ծրագրով։ Ծառայում եմ Հայաստանի զինված ուժերում արդեն 2 ամիս, սովորում եմ ականենետրային մասնագետ, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, ինչպես նաև շատ հպարտությամբ կրում եմ իմ համազգեստը եւ մոտակա 5 տարին պատկերացնում եմ իմ ծառայությունը հենց այս համազգեստի մեջ։ Պաշտպան հայրենյաց ծրագրի մասին բանակ զորակոչվող տղաները իմանում են ոչ միայն կենտրոնական հավաքակայանում եւ պաշտոնական աղբյուրներով, այլև զինվորից զինվոր, փորձով, վստահությամբ եւ օրինակով։ Պաշտպան հայրենյաց ծրագրի մասին իմացել եմ զինուր հաղորդումից, իմացել եմ, որ ծրագրի շահառուները կարողացել են բարելավել իրենց սոցիալական վիճակը։ Ես նույնպես ուզում եմ օգտվել ծրագրից, որպեսզի ծառայությանը համատեղ ունենամ իմ կայուն եկամուտի աղբյուրը։ Պաշտպան հայրենյաց ծրագրի մասին իմացել եմ հավաքակայանում, երբ որ հայտարարել են բոլորից, ներկայացրել են բոլոր առավելությունները։ Մեծ առավելություն եմ համարում այն, որ ծառայելու եմ բնակավայրից մոտ, ստանալու են բարձր աշխատավարձ, պայմանագրային ծառայողի ծնողները անվճար բուժօգնության հնարավորություն ունեն։ Այժմ ձեզ կներկայացնենք մեր վարժազակ լսարանը, որտեղ ես իմ անձնակազմի հետ ամեն օր անցկացնում ենք պարապմունքներ։ Ռաֆայելը նույնպես ժամկետային զինծառայող է։ Դեռ զորակոչվելուց առաջ էր ծրագրի շահառու ընկերոջից իմացել պաշտպան հայրենյացի առավելությունների մասին։ Պաշտպան հայրենյաց ծրագիրը նախատեսում է 5 տարվա պայմանագրային զինծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, աշխատավարձով ֆիքսված ամենամսյա, ինչպես նաև հավելյալ ատեստավորման դիմաց պարգևավճարով, ինչպես նաև ծառայության վերջում տրամադրում է 5 միլիոն դրամ պարգևավճար, որը ամբողջությամբ տնօրինում է տվյալ զինծառայողը։ Նոր փոփոխությամբ 6 ամսյա ծառայության ավարտին հանձնվող քննությունների արդյունքները ծրագրի մասնակիցների համար արդեն կդիտարկվեն որպես ատեստավորման քննությունների գնահատականներ։ Մենք հավելյալ ատեստավորում 3 ամիս հետո չենք անցնելու եւ 3 ամիս հավելյալ վերապատրաստման չենք մասնակցելու։ Ռաֆայելը ծրագրի առավելություններից կարևորում է նաև ծառայությանը զուգահեռ կրթություն ստանալու հնարավորությունը։ Մինչ զորակոչվել զինված ուժերում, ես ընդունվել եմ պոլիտեխնիկական համալսարան, բայց որ իմացա արդեն զորակոչվել եմ բանակ ու պետքա արդեն նախատեսել էի պայմանագրային զինծառայությունը, կիսատ եմ թողել ուսումը, բայց հիմա արդեն պայմաններից վերափոխված պայմաններից ելնելով նախատեսում եմ հետագա կարգով շարունակել իմ ուսումը նույն համալսարանում։ Ջանք ու եռան, պատրաստվածություն ու պատրաստակամություն։ Պաշտպան հայրենյացի շահառու դառնալու համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, այլև ամենօրյա աշխատանք, կոփվելու, սովորելու եւ առաջ գնալու ձգտումով։ Շատ մոտիվացված մասնակցում եմ բոլոր ֆիզիկական պատրաստություններին, ինչպես նաև ջանքերս չեմ խնայում մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար, որպեսզի հետագայում շատ լավ հանձնեմ իմ ատեստավորման քննությունները եւ ստանամ բարձր աշխատավարձ։ Բավականին համառորեն եմ պատրաստվում, ամեն օր մասնակցում եմ թե ֆիզիկական, թե մասնագիտական պատրաստվածությանը, ամեն ճանելը, որ ստանամ ամենաբարձր գնահատականը։ Պաշտպան հայրենյաց ծրագիրը պարզապես ծառայության շարունակություն չէ, այն ընտրություն է դառնալու ավելի ուժեղ պատրաստված ու առավել պրոֆեսիոնալ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղ ու բարեկեցիկ ապագայի։ Որոշել եմ միանալ պաշտպան հայրենյաց ծրագրին։ 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 Զարուհի Ռշտունի, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։